Սկսեցինք։ Այսօրվա մեր թեման է հանրաճանաչելիությունը։ Աշխարհում որտեղ գոյություն ունի Բիոնսե, չգիտեմ, Բրեդ Պիտ եւ այլ լիքը մարդիկ, մի տեսակ քեզ համարել հանրաճանաչելի փոքրիկ երկրում, փոքրիկ քաղաքում, շատ sense վերամբարձ է ինձ համար էլի։ Դու լսեն ես հիմա։ Դու կարծում ես, որ հեշտ է։ Տես բալ։ Ջան, ասամ, մաման դե հայտնի բլոգեր է, մեծ գումարներ է աշխատում։ Դա ամբողջը ենթադրություն է մի հատ մեր լսողներին։ Արի ասենք, որ լինի։ Մեր ժամանակները վաղուց անցել են, երբ որ մենք 16-17 տարեկանում ավարտում էինք ու այլ տարբերակ գոյություն չուներ, պիտի գնայիր համալսարան։ Դու մարդ ես, ով եկել է հեռուստատեսությունից սոցհարթակներ։ Ուղղակի մեր կյանքում ինչ որ ծիծաղելի մենք զանգում ենք մեր ընկերոջը, սկսում ենք պատմել, չէ՞, այդ մասին։ Այսինքն ինքը ենթադրում է կիսում։ Մերսի բոլոր այն մարդկանց, ովքեր գիտակցում են հումորի լրջությունը, մեր սյուր իրականությունում։ Կոնկրետ բռնության տարերով խոսելը եւ այլն։ Դա մարդկանց կարա ծիծաղելի թվա։ Եկեք այդ պահին միշտ հիշենք մի բանի մասին, որ հակառակ կողմում հնարավոր է գտնվում է մեկը, ով այդ պահին հենց բռնության մեջ է, այո, կրողն է, երևույթի կրողն է։ Իրական ռեակցիաներն ու էմոցիաները չեն դրանք այլևս։ Բայց այս սերունդը զգացել ես, որ իրենք հենց այդ էմոցիան են ուզում փոխանցեն։ Այս փողն է մեր համար։ Իրանց համար դա սրտիկն է։ Այս ասերունդների բախում։ Լուսե դու շահել ես։ Ջնջել ես շահել։ Կրել ես այս կյանքը։ Ես Լիլան եմ։ Լավ եղեք։